տեղեկություններ ունեք կապված հայերի Ընդհանուր այո, ունենք համայնքի հետ կապի մեջ ենք զուտ թռիչքների շնորհիվ, եկող վարքան շնորհիվ, անմիջական կապ չունենք։ Ինտերնետ բան անջատած է, նույնիսկ դեսպանատան հետ ըստ երեկվա դեռ կապ չունենք։ Այս Հայաստանի մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու մասը։ Գիտեք, այդ հարցը տենց վակուումի մեջ անհնար է քննարկել։ Այդ տեղում հասկանանք մինիմալ տեղեկություն ստանանք ինչ է կատարվում։ Խոսք կա Հայաստան Իրանից։ Մեծ հոսք ոչ, դեռ ոչ։ Գնացող եկող կա, բայց հիմնականում ոչ հայ Իրանի։ Մեկ զոհը հաստատված է, կարծեմ երկրորդն է հաստատված, բայց ավելի մեծ թվերի մասն եմ ասում։ Իսկ ձերբակալը։ Գիտեք, այդ թվերը ասում եմ, ես եմ լսել, նույն 12-ը 6 եմ լսել, բայց հաստատված գիտեմ էջմինն է եւ հայերի շրջանում։ Ոչ մի կոնկրետություն չկա, գիտենք, որ զոհեր կան, գիտենք, որ Պարոն Սիմոնյան, ստացվում է, որ հայկական կողմը չի կարողանում համակարգել հայերի անվտանգությունն ապահովել այս իրավիճակում։ Ինչ հարցնում եք, ասում եք տեղեկություն չունեք, հնարավոր չէ Չէ, հիմա դու արդեն վիճաբանության մեջ եք մտնում ինձ հետ։ Մի տենց, այդ տոնը տենց մի փոխեք, տենց Ես ձեր այդ նորմալ հարցերին պատասխանում եմ, կապված նրան, թե Իրանում ինչ է տեղի ունենում։ Ես ձեր առաջ արտանալու ոչ մի բան չունեմ, հետևաբար չեմ պատասխանում։ Հնարավոր չէ իրազեկելու պարտավորություն ունեք։ Հարց ունեք։ Հնարավոր չէ կազմակերպել հայերի անվտանգություն։ Նույն ինչ որ բոլորը ինչ որ լսել եք, 7 միլիոն, 9 միլիոն։ Հանուն ինչի են օրինակ, վերջի չիմացանք, բայց դա կառավարության որոշումն է եղել, դա աշխատանքի գնահատել։ Ազնիվ եք համար օրինակ ձեր աշխատանքը այդքան գնահատել եք մեկ տարվա։ Այդքան է գնահատվել աշխատանքը, ես չեմ եղել գնահատողը, հետևաբար այդ հարցին չեմ պատասխանում։ Ձեր մոտ մեկ տարվա համարյա մեկ տարվա աշխատավարձի չափով պարգևավճար։ Այս աղքատ երկրում, երբ որ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան ու բազմաթիվ օրինակ բժիշկներ, ուսուցիչներ շատ ավելի քիչ են։ Արդյոք եք համարում, որ պատասխանեցի արդեն։ Այլ հարցեր։ Նախկին նախարարները եթե այդպես Ինչքան եք ստացել։ Ասեցի ձեզ մոտ այդ 5-ից 7 տենց մի բան էր։ Չեք հաշվել։ Դե չեմ կենտրոնանում դրա վրա, բայց հարցնում եք, պատասխանում եմ ձեզ մոտ արարած։